Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Միջազգային եւ ներհայաստանյան զարգացումների ֆոնին կա մեկը, որը հատուկ ուշադրության է արժանի։ Հայաստանն ու Ադրբեջանը աստիճանաբար ընդլայնում են իրենց առևտուրը։ Ինչու է սա կարևոր, որովհետև երկու հարևան երկրների միջև ռազմական գործողություններին եկել են փոխարինելու առևտրային կապերը։ Մեր հյուրն է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, բարև ձեզ, պարոն նախարար, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն նախարար, օրերս դուք հայտարարեցիք, որ Հայաստանը մտադիր է լրացուցիչ 2 ապրանքատեսակ ներկրել Ադրբեջանից, բայց կարծես չէիք ուզում ասել ինչ ապրանքների մասին է խոսքը, կասեք, խնդրում եմ։ Դա Ադրբեջանի տարածքով ներկրվող ապրանքների մասին է խոսքը, ոչ թե Ադրբեջանից։ Այո։ Եվ դրանք ինչու չեմ ասում այդ ապրանքների ցանկը, որովհետև միշտ քննարկումները հետևյալ տրամաբանությամբ են գնացել, մենք բիզնեսից ստացել ենք առաջարկ, թե իրենք ինչ են ուզում ներմուծել, կամ ինչ են ուզում արտահանել, կամ Ադրբեջան կամ Ադրբեջանի տարածքով այլ երկիր կամ Ադրբեջանի տարածքով Հայաստան, եւ մենք բանակցություններ ենք տարել ադրբեջանական կողմի հետ, ստացել ենք համաձայնություն կամ չենք ստացել եւ կազմակերպել ենք, հիմնականում ստացել ենք, հիմա այդ երկու ապրանքների մասով դիմել ենք, առաջիկա օրերին ինձ թվում է կստանանք դրական պատասխան եւ դրա մասին կհայտարարենք։ Ես կարծում եմ, որ նախապես հայտարարելը լրացուցիչ սպասումներ է առաջացնում, որոնք թերևս այդքան էլ կվնասեն գործընթացը։ Իսկ կարող եք ոլորտը ասեք, էներգակիրներ են, գյուղատնտեսական նշանակության ապրանքներ են։ Գյուղատնտեսության համար պիտանի կարևոր ապրանքներ։ Նաեւ քննադատություն կա, օրինակ, էներգակիրների հետ կապված, բենզինի, դիզվառելիքի հետ կապված, ասում են ադրբեջանական բենզինը դիզվառելիքը համեմատաբար էժան է, արդյոք մտահոգություն չկա, որ որոշ ժամանակ անց գերիշխող դիրք կգրավի հայաստանյան շուկայում եւ հայաստանյան ներկրողները կսկսեն պարզապես ուղղակի միայն Ադրբեջանից ներկրել բենզինը։ Մտահոգություն չկա, որովհետեւ սա կբերի նրան, որ մեր քաղաքացիների համար բենզինի գինը կկրճատվի եւ իրենք ավելի քիչ ծախս կանեն։ Այո, կրճատվեց։ Եվ դրա արդյունքում այլ երկրների ապրանքներ մատուցողները ստիպված են լինելու իրենց մարժաների հաշվին իջեցնել գները, որովհետև մինչև հիմա մեր կարծիքով օգտվելով մեր խոցելի լինելուց այլ երկրները մեզ երբեմն վաճառել են բենզին եւ դիզելային վառելիք համեմատաբար ավելի բարձր մարժաներով եւ կարծում ենք, որ մեր խոցելիության վերացումը կբերի նրան, որ այլ շուկաները եւս համեմատաբար ցածր գնով կվաճառեն եւ մեր քաղաքացիները կօգտվեն կունենան ցածր գնով պրոդուկտներ, այդ դեպքում բենզին եւ դիզելային վառելիք։ Ինչ տեղի կունենա, եթե այնուամենայնիվ ադրբեջանական բենզինը եւ դիզելային վառելիքը միշտ լինի շատ մրցունակ եւ շատ էժան։ Այդ դեպքում միշտ մեր քաղաքացիները շատ էժան դիզելային վառելիք եւ բենզին կգնեն։ Կլինի այնպես, որ դուրս կմղեն բարձր գնային դիապազոնում գտնվողներին։ Միգուցե եւ այն պայից սկսած, երբ որ իրանք կսկսեն օգտվել այդ մտահոգությունը հասկանում եմ եւ գները բարձրացնել, այդ ժամանակ կհայտնվեն նորից այլ երկրների արտադրողները, որովհետեւ մեր շուկան բաց է եւ ցանկացած պահի հնարավոր է Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Հունաստան, Բուլղարիա, Եգիպտոս, տարբեր երկրներից ընդամենը մի քանի օրում Ղազախստան կազմակերպել տարբեր տեսակի ապրանքների, այդ թվում նաև նավթամթերքի, Իրանից նավթամթերքի ներմուծումը։ Իսկ անգամ տեսականորեն մենք այնպիսի պատկեր չենք ունենա, որ Հայաստանում բացառապես կվաճառվի ադրբեջանական բենզին, դիզվառելիք։ Այդպիսի պատկեր դա կնշանակի, որ ադրբեջանական բենզինը, դիզվառելիքը մյուս երկրների ավելի մրցունակ է։ Դիզվառելիքի նկատմամբ մրցունակ է բոլոր իմաստներով, եւ որակական, եւ գնային, եւ այդ դեպքում կներեք ինչու պետք է օրինակ 100 դրամ թանկ գնել պայմանական եգիպտական, ռուսական, ռումինական բենզին, եթե 100 դրամ էժան նույն որակին կա, ինչու պետք է մեր քաղաքացին։ Ես քաղաքացու տեսանկյունից եմ նայում։
Պարոն նախարար, քննարկվում է Հայաստանի կառավարության ներսում գուցե ադրբեջանցի գործընկերների հետ Ադրբեջանից բնական գազ խողովակաշարով հետագայում ես նկատի ունեմ ներկրելու տարբերակը, գուցե գազ էլեկտրաէներգիայի դիմաց ինչ-որ նմանատիպ գործարք լինի, գուցե ուղղակի գազը վաճառվի Հայաստանի սպառողներին։ Այս պահի նման քննարկում չկա, բայց առհասարակ ես կարծում եմ, որ ոչինչ պետք չէ բացառել եւ ավելին տրամաբանությունը հուշում է, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, խաղաղության ամրապնդումը նաև այդպիսի քայլերի է ապագայում բերելու։ Ես հիշում եմ, երբ որ Ադրբեջանի տարածքով ցորենը դիզվառելիքը սկսեցինք Վրաստանի տարածքով ներկրել եւ Վրաստանը այսպես բարձր սակագիներ պահանջում տարանցման համար, մենք Բաքվից այսպես ձայներ լսեցինք, որ գիտեք, մենք կարող ենք ուղղակի բացել Ղազախ-Իջևան ավտոմայրուղին եւ օրինակ ցորենը դիզվառելիքը, չգիտեմ, այլ ապրանքներ ուղղակի այդպես արտահանել Հայաստան։ Դուք ինչ եք կարծում, մինչև թրիփի գործարկումը հնարավոր է օրինակ Իջևան-Ղազախ ավտոմայրուղու բացումը, վերաբացումը։ Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում մենք աշխատում ենք մեկ օր շուտ սահմանների բացման ուղղությամբ, ավելին Հայաստանը արդեն իսկ բացել է իր սահմանները։ Այսօր էլ կարող են ադրբեջանական բեռնատարները Հայաստանի տարածքով վարչապետը դրա մասին նշել է, ինչպես կարող են գնալ Թուրքիա եւ թուրքական բեռնատարները գնալ Ադրբեջան, իհարկե իրենք դեռ չեն օգտվել այդ հնարավորությունից, բայց կա այդ հնարավորությունը այսօր էլ եւ մենք հուսով ենք, որ ինչքան հնարավոր է շուտ դա կլինի, ավելին մենք չենք պատկերացնում, որ դա կլինի ավելի ուշ, քան խաղաղության պայմանագրի ստորագրումը, իսկ ես կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի կունենա ավելի շուտ, քան թրիփի գործարկումը, որտեղ թրիփը ինքը այնուամենայնիվ շինարարություն է, դա ժամանակատար process է, իսկ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար իմ կարծիքով ոչ մի խոչընդոտ չկա, եւ ես հուսով եմ, որ մենք դա ավելի շուտ կանենք։ Դուք իշխող կուսակցության վարչության փոխնախագահան եք, տեղեկացված մարդ, կարծում եք մինչև ընտրություններ կունենանք խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Դա չեմ կարող ասել, ես հուսով եմ, որ այդպես կլինի, բայց հուսով եք, որ մինչև ընտրություններ մենք խաղաղության պայմանագիր, այսպես ասեմ, կուզեի, որ մինչև ընտրություններ մենք ունենայինք խաղաղության պայմանագիր, կուզեի վաղը ունենայինք, խոսքը այդտեղ, այսինքն ցանկության մասին կապված չի, սա կուզեի 3 եղած լիներ, կուզեի 1 տարի առաջ լիներ, կլինի մինչև ընտրություններ, թե ընտրություններից հետո դա միայն մեզանից չէ կախված, մենք պատրաստ ենք վաղներ ստորագրել խաղաղության պայմանագիրը, ես հուսով եմ կլինի հնարավորինս շուտ, եւ ես կարծում եմ, որ խաղաղության խաղաղության պայմանագրի ստորագրման համար չկա որևէ խոչընդոտ, ավելին խաղաղությունը փաստացի հաստատված է։ Այսինքն մենք հիմա Հայաստանում խաղաղություն է, Ադրբեջանում խաղաղություն է, տարածաշրջանում խաղաղություն է, հետեւաբար դա պետք է ուղղակի ամրագրել, ստորագրել թղթի վրա եւ անցնել մեր մյուս կարևոր գործի։ Պարոն նախարար, հայաստանյան ապրանքները երբ կհայտնվեն Ադրբեջանում։ Կհայտնվեն Ադրբեջանում այն ժամանակ, երբ որ ադրբեջանական բիզնեսը հետաքրություն կցուցաբերի հայկական ապրանքների նկատմամբ, որովհետև պետական մակարդակում եւ Ադրբեջանի կողմից եւ Հայաստանի կողմից փաստացի բոլոր խոչընդոտները վերացված են եւ ինչպես օրինակ այս պահին չկա բենզինից եւ դիզվառելիքից բացի այլ ապրանք, որը կարող է գալ Հայաստան Ադրբեջանից, որովհետեւ մեր բիզնեսը դեռ ուսումնասիրում, քննարկում կամ տարբեր հարցեր, գնագոյացման հարցեր են, նայում տարբեր տեսակի հարցեր, այդ թվում նաև նույն տրամաբանությամբ դեռ ադրբեջանական բիզնեսը, այսինքն այստեղ քաղաքական պայմանավորվածությունները եւ պետության կողմից անելիքը արված է 100%-ով եւ կարծում եմ արդեն գնդակը բիզնեսների դաշտում է։ Բանակցություններ ընթանում են հայաստանյան ու ադրբեջանական բիզնեսների միջև տեղյակ եք։ Ցանկերով կառավարությունները փոխարինվել են, այսինքն միջնորդավորված է այդ բանակցությունները ավելի շատ, այսինքն իրենք մեզ ցանկ են տալիս, մենք տալիս ենք մեր բիզնեսին, մեր բիզնեսը մեզ ցանկ է տալիս ենք իրենց կառավարությունը իրենց բիզնեսին, այսպես է դեռևս, երբ որ կոնկրետ ավելի հետաքրքրություն կլինի ու որևէ բիզնես Հայաստանից կամ
Ադրբեջանից կուզենա այս կամ այն ապրանքը ներմուծել, արդեն փոխանակում են կոնտակտներ եւ իրենք իրար հետ ուղի խոսում են։ Այս թեմայի հետ կապված վերջին հարցը սովորաբար հարևան երկրների միջև առևտրային կապերը այսպես բոլոր, տարածաշրջաններում շատ ընդգրկուն են, խորն են լինում։ Երբ որ գա այն պահը ու հայ-ադրբեջանական առևտրային կապերը, այսպես ասենք, մտնեն բնականon հուն, նախարարությունում կան կանխատեսումներ, թվեր, որքան կկազմի հայ-ադրբեջանական տարեկան առևտուրը։ Հայ-թուրքականը հաշվել ենք, որ մոտակա տարիների սահմանը բացվելուց հետո պոտենցիալը 700-750 միլիոն դոլար շատ հանգիստ կարող է տեղի ունենալ։ Փոխադարձ առևտուրը, այո, փոխադարձ առևտուրը մինչև 7, այսինքն ընդհանուր արտադրությունը։ Ադրբեջանի դեպքում այս պահին դեռ վերջնական հաշվարկներ չունենք, բայց կարծում ենք, որ նվազագույնը այդքան կամ ավելի շատ կարող է լինել նաև Ադրբեջանում։ Մոտ 700-750 միլիոն։ Նվազագույնը հաշվի առնելով նաև էներգակիրների մեծ ծավալը, այնտեղ նույնիսկ կարող է, այսինքն էական տարբեր կլինի, քան Թուրքիայի հետ, այսինքն Ադրբեջանի պարագայում հանքահունքային կտորը էներգակիրները ավելի մեծ կլինեն, իսկ Թուրքիայի դեպքում ավելի շատ նաև պատրաստի արտադրանք եւ այլն, մի փոքր տարբեր են իրենք լինելու, բայց այդքան եւ ավելի պոտենցիալի կա հաստատ։ Ամփոփվեց 2025 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը 9%-ից բարձր, մենք հիշում ենք, որ 2024-ին հնան աճել էր գրեթե 6%, նման բարձր թիվը չնայած ինքը հնան ցույց չի տալիս 2025 թվականին, ինչով է պայմանավորված, այստեղ արդյոք նշանակություն ունի, որ իշխանությունները պատրաստվում են ընտրությունների եւ իրենց պետք են բարձր տնտեսական թվեր հանրությանը ներկայացնելու համար, ինչ կարող եք ասել։ Բարձր տնտեսական թվերը կառավարությունը չի արձանագրում է վիճակագրության կոմիտեն իր միջազգային մեթոդաբանությամբ, արձանագրում է արժույթի միջազգային հիմնադրամը, համաշխարհային բանկը, եվրասիական միջազգային կազմակերպությունները, բանկը եւ այլն իրենց հետազոտություններով, ասիական զարգացման բանկը, այսինքն դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքի արդյունքներն են, որոնք գնահատում են միջազգային կազմակերպություններ կամ Հայաստանի Հանրապետության պետական մարմին, որը միջազգային մեթոդաբանությամբ է աշխատում, հետեւաբար կառավարությունը այդ թվերի ձևավորման վրա ունի այնքանով, ինչքանով իր աշխատանքը ամփոփվի, այսինքն մենք չենք կարող զանգել ասել 5.9%-ը կարող է գրել 6%, ավելին 5.95% ենք ունեցել նախորդ տարի, բայց չենք կարողացել, եթե ասել դե 6% էր, որովհետև դա 5.95% էր։ Իսկ կառավարությանը միշտ պետք է բարձր աճ։ Պատճառը տնտեսական աճի դրայվը, պատճառ, ինչպես նախորդ վարչապետներից մեկն էր սիրում ասել, ո՞րն է։ Շուկայի ազատությունը, հավասար պայմանները, խաղաղության հաստատումը, կառավարության բազմամիլիարդանոց աջակցության ծրագրերը եւ իհարկե հնարավորինս ամենօրյա աշխատանքով ավելի մրցունակ բիզնես միջավայր ունենալը։ Պարոն նախարար, երբ որ մենք նայում ենք թվերը, Հայաստանի կառավարությունը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, բայց երբ որ մենք նայում ենք թվերը, տեսնում ենք, որ Ռուսաստանը տակավին զգալի կշիռ ունի, զգալի չափաբաժին ունի մեր արտաքին ողջ առևտրում, ավելի քան 1/3, ավելի քան 35%-ը, մենք խոսում ենք Եվրամիության հետ մերձեցման մասին, մենք տեսնում ենք, որ 25 թվականին Եվրամիության չափաբաժինը մեր առևտրում արտաքին 11.7% է եղել, ճիշտ է 24 թվականին 7.7% էր աճել, բայց անգամներով պակաս Ռուսաստանից, Հայաստանի կառավարությունը ինչ է անում, որպեսզի այս դիվերսիֆիկացիայի հարցում մենք նկատելի առաջընթաց ունենանք։ Ունենք նկատելի առաջընթաց, դա է պատճառը, որ 4.7%-ը 24-ի 25-ին արդեն 7.9% է դարձել, դա է պատճառը, որ մեր հայկական ծագման ապրանքների արտահանումը շատ բարձր 10%-ով ավելացել է 2025 թվականին, մոտ 4 միլիարդ դոլարից 4.4 միլիարդ դոլար, ավելի քան 4.4 միլիարդ դոլար է դարձել եւ Եվրոպական միություն ուղղությամբ արտահանումը ավելի առաջանցիկ է աճել, քան այլ երկրների ուղղությամբ, մասնավորապես մենք աջակցության ծրագիր ունենք, որտեղ ասում ենք, որ եթե Եվրոպական միություն, Միացյալ Նահանգներ, Կանադա,
Նորվեգիա, ոչ Միացյալ Նահանգներ, Կանադա, Նորվեգիա արտահանումը իրականացնում, ապա մաքսատուրքի փոխհատուցում ենք մենք տալիս եւ դրա շնորհիվ այն ապրանքային ուղղությունները, որոնք որ մենք փոխհատուցել ենք, առևտուրը դեպի եվրոպական միություն արտահանումը աճել է ավելի քան 16%-ով, ավելի քան 16%-ով եւ օրինակ պահածոների արտահանումը աճել է 40%-ով 25 թվականին դեպի եվրոպական շուկա 31%-ով ալյումինի փայլաթիթեղի արտահանումն է աճել է 10%-ով տեքստիլ արտադրանքի արտահանումը, շոկոլադի արտահանում, խմիչքների արտահանումը, այսինքն մենք աջակցել ենք եվրոպական շուկայում արտահանմանը եւ եվրոպական շուկայում արտահանումը աճել է բարձր տեմպերով եւ ավելի առաջանցիկ, քան այլ ուղղություններով։ Եվ դրա շնորհիվ, եթե եվրոպական միության արտահանումը 4.7-4.8% էր նախորդ տարի, այս տարի արդեն բարձրացավ համարյա 8%։ Պարոն նախարար, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, կհանդիպենք։